Վարդենից խոշորացված համայնքի ծովակ բնակավայրի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Ժորժա, մայիսի 28-ին տեսաք զորահանդեսը և ինչ տպավորություններ ստացաք, ինչ տպավորություններ։ Բայց եկեք հիշենք վերջին տարիներին ընդդիմությունը ինչ էր ասում բանակի հետ կապված, ասում են, որ մենք քանդում ենք բանակը, որ մենք Հայաստանը թողում ենք անպաշտպան, որ ես Ալիևի և Էրդողանի առաջ պարտավորվել եմ, որ Հայաստանը բանակ պետքա չունենա, որ զենքեր պետք է չունենան և այլն և այդպես շարունակ։ Բայց դուք 2026 թվականի մայիսի 28-ին տեսաք բոլորովին նոր և որակապես նոր մակարդակի գտնվող բանակ, սկսած հագուստից, սկսած սպառազինությունից և տեխնիկայից։ Մեզ ասում էին կրկնապատկել եք պարտքը, դուք տեսաք Հանրապետության հրապարակով անցնող մի քանի միլիարդ դոլարի սպառազինություն, զենք և ռազմական տեխնիկա։ Դուք տեսաք մեր բանակի նոր հագուստը, բայց ամենակարևորներից մեկը այն էր, որ մայիսի 28-ին մենք ցույց դրեցինք մի շարք զինատեսակներ, որոնք արտադրված են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ իմիջայլոց, այսօր մարզահամերգային համալիրում բացվում է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ցուցահանդեսը և քաղաքացիները կարող են գնալ և տեսնել, որովհետև մենք զորահանդեսին ամեն ինչ չէ, որ ներկայացրել ենք, բայց որտեղից ստեղծվեց Ժորժան այդ ռազմաարդյունաբերական համալիրը։ Ստեղծվեց նախ նրանով, որ մենք գիտության ֆինանսավորումը 2.8 անգամ ավելացրեցինք։ Գիտության ոլորտում 100-ից 300%-ով աշխատավարձերը բարձրացրեցինք և 170 միլիարդ դրամ ներդրեցինք ռազմաարդյունաբերական համալիրի մեջ։ Այսօր մեր ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունները սպառազինություն են արտահանում, արտադրանք են արտահանում զարգացած երկրներ, ոչ թե զարգացող, այլ զարգացած երկրներ։ Եվ սա առանցքային հաջողություն է։ Եվ էլի եմ ասում, հիմա գնացեք այդ պատկերի ֆոնին նայեք ընդդիմության վերջին տարիների ասածները և մեղադրանքները։ Հաջորդը ինչ են մեզ ասում։ Ասում են միջանցք են խոստացել, միջանցք են տալիս, մեղրին տալու են, մեղրիով միջանցք են տալու։ Հիմա հրապարակային ստորագրված, հրապարակված է, նախաստորագրված և առաջիկայում նաև կստորագրվի և կվավերացվի։ Թրիպ նախագծի իրագործման Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված հուշագիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը թրիպ նախագծի իրագործման բոլոր գոտիների նկատմամբ, որ Հայաստանը պահպանում է բացառիկ իր ինքնիշխանությունը մաքսային և սահմանային անցման ընթացակարգերի նկատմամբ, որ թրիպ նախագիծը իրագործվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Սա հրապարակված թուղթ է և ձեզնից յուրաքանչյուրը կարող է հենց հիմա մտնել և ինտերնետում ստուգել դա։ Բայց այստեղ ինչ, և եկեք հիմա սա համատենք ընդդիմության մեղադրանքների և խոսույթների հետ, որոնցով նրանք հոգիներս էին ուտում։ Միջանցքի թեմա չի էլ եղել։ Գնացեք բացեք 2000, գնացեք նայեք ժողովուրդ։ Այս շատ կարևոր է, ոչ թե եղել է մենք բան ենք արել, մենք հաղթարել ենք, չի եղել այդպիսի թեմա։ 2020 թվի նոյեմբերի, դեկտեմբերի նիմուղերձները գնացեք Ժորժան նայեք, ամենադժվար շրջանում, ես հստակ ասել եմ չկա տենց բան, չի կարող լինել տենց բան, բայց լրտեսական եռագլուխ կուսակցության ուժերը լրտեսական նպատակներով անընդհատ այդ նարատիվները մտցրել են Հայաստանի Հանրապետություն։
Եվ այսօր մենք ոչ միայն միջանք չենք տալիս բնականաբար, այլև Հայաստանի շրջափակումը հաղթահարված է, Հայաստանը էլ հակամարտության փակուղի չի, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է, Հայաստանը ծայրագավառից վերեացվել կենտրոնի, այսօր Հայաստանը գտնվում է աշխարհի կենտրոնում։ Հաջորդը սահմանազատման գործընթացում ինչ էին ասնում, ասում էին ոսկեպարի եկեղեցին տալիս են, Կիրանցը տալիս են, այսօր գնացեք եւ տեսեք ինչ այրենից ներկայացնում Կիրանց գյուղը։ Կիրանց գյուղը ավելի բարեկեցիկ չի եղել իր գոյության ողջ ընթացքում։ Այսօր Կիրանցի 50%-ի չափով տներ են կառուցվում Կիրանցում։ Կիրանցում 100 տարի չգործած եկեղեցին կառավարության միջոցներով վերականգնվել է եւ օծվել է 100 տարի չգործած եկեղեցին։ Ոսկեպարի եկեղեցին վերականգնվել է կառավարության միջոցներով։ Ինչ էին ասում 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ 3 փոխհմբռնման հուշագիր ստորագրեցինք։ Նրանցից մեկը վերաբերում էր արհեստական բանականությանը։ Ինչ էին ասում։ Ասում են թղթի կտորը անկա ոչ մի իրավականություն չունի, ոչ մի հետևանք չունի։ Անիմաստ PR նպատակով ստորագրված թուղթ է։ Այսօր ինչ ենք տեսնում, մի տարի դեռ չի անցել այդ թղթից, բայց արդեն մենք Երևանի պետական համալսարանում ունենք արհեստական բանականության կենտրոն։ Մենք արդեն Գեղարքունիքի մարզվում բարձվել է առաջին արհեստական բանականության գործարանը Գագարինում եւ նախորդ գիշեր վայրեջ կատարեց եւ Վրաստանում էլ բացվելու է արհեստական բանականության երկրորդ գործարանը այս ամիս արդեն բացվելու է, որը նպատակադրված է եւս 5 միլիարդ դոլարի ներդրում անել եւ Հայաստանը այդ թվում նաեւ դառնում է ժամանակակից տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության կենտրոն։ Եվ շատ կար, հիմա ես ինչի համար եմ այս ամեն ինչը ասում։ Հիմա եկեք գնանք տեսնենք 2021 թվականին ինչ էին ասում ընդդիմությունը։ Ընդդիմությունն ասում էր Սևանը տվել է։ Սևանը տվել են։ Ընդդիմությունը ասում էր 21 թվի նախընտրական քարոզարշավին, ասում են եթե ԿՊ-ի օգտին քվեարկեք, հələ այն ժամանակ շատ բարեգութ էին։ Ասում էին բանի Սևանի արևելյան ափին նկատի ունեին Շորժայից միջև Մասրիկ։ Ադրբեջանցիներ են գարելու ապրել, եթե բանի ԿՊ-ի օգտին քվեարկեք։ Այսօր քանի ադրբեջանցի է ապրում Գեղարքունիքի մարզում, ժողովուրդ ջան։ Այսօր էլ նրանք նույն տրամաբանությամբ տեսնելով, որ մենակ Շորժա Մասրիկ հատվածը տպավորություն չի թողնում, հիմա էլ մցրել են 300,000 ադրբեջանցու վերադարձի թեմա։ Ոնց որ 2020 թվականին լրտեսական առաքելություն էին կատարում, ներդնելով Միչանցքի եւ 21 թվին Սևանի արևելյան ափի թեման, նույն ձևով այսօր լրտեսական առաքելություն են կատարում, ներմուծելով 300,000 ադրբեջանցի թեմա, չի եղել այդպիսի թեմա, չկա եւ չի լինելու, որովհետեւ մենք փակել ենք կոնֆլիկտի էջը, բայց ես ձեզ ասում եմ նաեւ ուղիղ եւ առանց սեթեվեթանքի, չկա եւ չի լինելու 500,000 Ադրբեջանից հեռացած հայերի վերադարձի թեմա, չի լինելու, եւ ասում եմ, չի լինելու նաեւ պետք չի մեզ ուզում են ժողովրդան անընդհատ պահեն գաղթականի պանդուխտի տրամաբանության մեջ, մեզ ուզում են, որ մենք մեր հայրենիքում նստած հայրենիք փնտրենք, մենք ուզում ինչի համար, որովհետեւ ուզում են, որ մենք մեր հայրենիքում մեզ տնվոր զգանք, եւ մենք ասում ենք ոչ, մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք, որովհետև մենք գտել ենք մեր հայրենիքը եւ մեր երազանքների հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ մենք եւ մեր սերունդները պետք է ապրենք հավիճը։ Իսկ այդ մարդիկ պատերազմի եւ լրտեսական երրագլուխ կուսակցությունը, որ այսօր ուզում են հանդես գան որպես ուժեղ կամ հզորի դերում, այդ մարդիկ Ժորժ ջան, իրենքն էլ իրանց կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել։ Այդ մարդիկ իրանց ոչ գործունեությունը ծավալել են հովանավորների ներքո եւ այսօր էլ տենց է։ Ռոբերտ Քոչարյանը
ինքը ինքնուրույն չի մտել քաղաքականության մեջ։ Եվ բացահայտվել է դեռ 2023 թվականին նրա խնդրանք աղերսանքը ուղղված օտար երկրի, որ ինձ մտցրել է քաղաքականություն, հիմա խնդրում եմ դուրս անեք։ Ինքը այսօր քաղաքականությամբ զբաղվում է, որովհետև իրեն թույլ չեն տալիս քաղաքականությունից դուրս գա։ Եվ այո, ինքը դուրս չի գալու ոչ միայն քաղաքականությունից, այլև Հայաստանից։ Ինքը այս ընտրություններով միջև քոք մաշելու է ու տենց մաշացել հայտնվելու է բանտում։ Մենք համբերատար սպասել ենք, բայց էլի ասում եմ, հերիքա Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ պետք է Հայաստանում դատաիրավական մաֆիան արմատախիլ անի, որովհետև 8 տարի թևերները փռել են Ծառուկյանի վրա, թևերները փռել են Քոչարյանի վրա, թևերները փռել են Կալուգացու Սամոյի կլանի վրա, դրանք պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում եւ Հայաստանում դատաիրավական մաֆիան պետք է ջախջախնի։ Ծառուկյան Գագիկը ուրիշի հանձնարարությամբ օտար երկրյա գործակալներին դրել է իր կուսակցության երկրորդ համար։ Ինքը իմացել է, որ գործակալի է դնում երկրորդ համար, ինքը գործակալ է օտար երկրյա, եւ ով որ նրան ձայն տվեց, ձայն է տալիս օտար երկրյա գործակալներին։ Հստակ ասում եմ, այդ մարդը իր կյանքում ոչ մի ինքնուրույն բան չի ասել։ Տենց մուսկուլներին մի նայի, դրանք փոքրիկ երեխաներ են, որոնք պապաների կարիք ունեն։ Իրանք այսօր դրսում են պապաներ փնտրել եւ գտել, որովհետեւ ես հրաժարվել եմ իրանց պապայություն արել, որովհետեւ իրանց նման այո, նրանք դրսում են պապաներ փնտրել եւ գտնել, որովհետեւ ես հրաժարվել եմ նրանց պապայություն անել, ես մի բանը շատ իմացեք։ Եվ մենք պետքա նրանցից հատիկ հետ բերենք թալանված ամեն կոպեկը, Ծառուկյան Գագիկից, Կալուգացուց, Ռոբերտ Քոչարյանից։ Եվ ես սա չեմ ասում ապագայի համար, ժողովուրդ ջան, այսօր արդեն դա տեղի է ունեցել եւ տեղի է ունենում։ Վերջին 8 տարիներին մենք շուրջ 8 միլիարդ դոլարի գույք եւ ֆինանսական միջոցներ տարբեր մեխանիզմներով վերադարձրել ենք Հայաստանի ժողովրդին եւ դրա շնորհիվ է որ 2018 թվականից ես 8 տարի վարչապետ եմ 7 անգամ մենք թոշակի թեմային անդրադարձել ենք պատկերացնում եք 8 տարի վարչապետության ընթացքում 7 անգամ մենք թոշակի թեմայի ենք անդրադարձել 2018 թվականին նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ այսօր 46000 դրամը չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի հնարավորությունը այսօր մենք առողջության ապահովագրություն ենք ներդրել որպեսզի մեր երեխեքը մինչև 18 տարեկան իրանց առողջապահության նվազագույն կարիքները ապահովելու համար մեր երեխեքի մի րոպե մեր երեխեքի ծնողները ստիպված չլինեն իրանց նման փնթի բարերարների դիմելու գնալու վիզները ծռելու այդ հաստավզերի առաջ որովհետև այստեղ կա պետություն եւ Հայաստանի Հանրապետությունը կարա իր երեխեքին տիրություն անի իր երեխեքին մենք առողջության ապահովագրություն ենք ներդրել որ մեր 65+ տարեկան թոշակառուները ստիպված չլինեն հույսները դնել իրանց նման փնթի բարերարներին վրա հիշում եք ընտրություններից առաջ ինչ էին անում բերում էին բան էին անում ծրագրեր էին անում մարզերում բերում էին մի ավտոբան անում կանգնացնում մարդկանց իբր առողջության բան են հետազոտություններ են անում հիմա էլ ասում են առողջության ապահովագրություն ասում են ընտրություններից հետո հանելու են
Մենք երբեք, ես ձեզ պատասխանատու ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ, ոչ մի բան, ես 8 տարի վարչապետ եմ, մենք ոչ մի բան չենք արել ընտրությունների համար, ինչ որ մենք արել ենք մարդկանց համար, մարդկանց միայն ու միայն մարդկանց համար, ձեզ համար։ Բայց ամենակարևոր բանը, որ տեղի ունեցել, հետևյալն է, Հայաստանի Հանրապետությունը դուրս է բերվել հակամարտության թակարդից։ Այո, ես եմ մարդն եմ, ով ասել եմ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Դա նրանից է, որ ես նվիրված եմ եղել այն գաղափարին, որ 30 տարի մեզ սնուցել են։ Բայց ես գնացել եմ այդ ճանապարհով եւ տեսել եմ ամենայն անկեղծությամբ, ես ասել եմ մենք իրավունք չունենք այս կոնֆլիկտը, այս առնահոսող վերքը սերնդեսերունդ փոխանցենք, մենք պետք է խաղաղություն փոխանցենք մեր երեխեքին եւ ես գնացել եմ այդ խնդրի հետևից բոլոր հնարավոր ձևերով եւ տեսել եմ որ դա գայթակղություն է եւ տեսել եմ որ դա թակարդ է եւ այո ես այդքան համարձակություն եմ վերցրել ասելու որ մենք սխալ ճանապարհով ենք գնում ժողովուրդ եւ մենք պետք է դադարեցնենք շարունակենք Ղարաբաղյան շարժումը եւ դրա արդյունքում այսօր մենք պետություն ենք ավելին քան երբևէ անկախ ենք ավելի քան երբևէ անվտանգ ենք ավելի քան երբևէ եւ բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն Եվ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով Արդեն 2 տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք ոչ վիրավոր Սահմանին ոչ զոհ ունենք ոչ վիրավոր Եվ սա մեր մեծագույն հարգանքն է մեր նահատակների հիշատակին Որովհետև եկեք պատկերացնենք, մենք Ղարաբաղի հարցը շարունակում ենք, Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, ինչ է ալնելու ժողովուրդ ջան, ալնելու են մանր ու մեծ պատերազմներ, ալնելու են շարունակական զոհեր, և վերջում ինչ է ալնելու, վերջում ալնելու է Հայաստանի պետականության կորուստ, այդ գայթակղությունից մենք ազատել ենք, ես ազատել եմ Հայաստանի Հանրապետությունը եւ դա համարում եմ իմ մեծագույն ծառայությունը Հայաստանի Հանրապետության առաջ։ Եվ այսօր այս ընտրությունների հարցերի հարցը հետևյալն է։ Արդյոք Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է հաստատված խաղաղությանը։ Արդյոք Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությանը։ Որովհետև այս ամենակարևոր հարցը, ինչ էլ քննարկենք, հազար հարց կա տնտեսական, սոցիալական եւ այլն, բայց ամենակարևոր հարցը հետեւյալն է, Հայաստանի քաղաքացին տեր կանգնում է խաղաղությանը, թե տեր չի կանգնում։ Էսա պատճառը, որ մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Բայց շատ կարևոր է առերեսվել 16-ին քվեարկելու բովանդակության մեջ որովհետեւ Սա պաշտոնի եւ աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի եւ հանուն խաղաղության եւ 16-ին քվեարկելը պիտի նշանակի, որ ամեն քվեարկողը տեր է պետությանը, տեր է խաղաղությանը, տեր է ապագային, տեր է անկախությանը եւ ով պետքա տեր կանգնի խաղաղությանը, ով եւ Ժողովուրդը միանշանակ եւ աներկբա, բայց չպիտի մոռանանք, որ ժողովուրդը բաղկացած է անհատներից, մեկ մարդկանցից, էսա պատճառը, որ ես շատ կարևոր եմ համարում, որ ի վերջո մեզնից յուրաքանչյուր արձանագրի, որ ես բարդ հնջուկների հանգուցալուծումը, պետության ապագան, անկախության ապագան, խաղաղության ապագան,
կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդու որոշումից պատկերացնում եք, ընդամենը մի մարդ պետքա որոշես բոլոր հարցերը, ընդամենը մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը դու ես։ Ով այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի։ Եվ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ծովակին, Վարդենիսին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եկեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ։ Ժորժան, երկու կարճ հայտարարություն։ Առաջինը, Գեղարքունիքի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու այսօր ուղիղ ժամը 20:00-ին ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ Գավառի կենտրոնական հրապարակում մեծ պատիվ կլինի բոլորիդ տեսնել այնտեղ։ Մենք ելույթներ կունենանք, ես էլ ելույթ կունենամ, բայց բացի ելույթից նաև կնվագեմ ձեզ համար վարչապետի հետ միասին իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն երգը։ Եվ երկրորդը, հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալու մեր մեծ եզրափակիչ հավաքը եւ Հանրապետության հրապարակում մենք ես սպասում եմ մի մարդու, ընդամենը մի մարդու, ով տեր է անկախությանը, տեր է պետությանը, տեր է ապագային, տեր է խաղաղությանը, հունիսի 5-ին ուղիղ ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում, այսօր ուղիղ 20:00-ին Գավառի կենտրոնական հրապարակում։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ շատ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։